Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ առանց համերաշխության, ներառականության և սոցիալական արդարության գաղափարների։ Հենց այս արժեքների վրա է կառուցվել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերջին 3 տարիների մարտահրավերներով և ձեռքբերումներով լի ճանապարհը։ Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, երդվում եմ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։ Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ։ Բազմաթիվ իրավունքների վերականգնում, միջազգային առաջատար կազմակերպություններին անդամակցություն, համագործակցություն։ 2023 թվականի ապրիլի 12-ին նա երդվեց լինել յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանը։ Մարդու իրավունքների պաշտպան լինել ինձ համար սոսկ աշխատանք չէ, այլ մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն բերելու նպատակով իրականացվող շատ կարևոր առաքելություն, որը ես կատարում եմ շատ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ։ Ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ իմ իրականացրած գործունեության բոլոր տեսակներից ամենաներդաշնակն ինձ զգում եմ հենց այս առաքելությունն իրականացնելիս։ Ոլորտը բազմազան է, յուրաքանչյուր դիմում բողոք Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մանրակրկիտ ուսումնասիրվում է բոլոր գործիքակազմերի կիրառմամբ, տարեստարի դրանց թիվն ավելանում է։ Օրինակ, 2025 թվականին ստացվել է 22655 դիմում բողոք, ինչը շուրջ 2900-ով ավելի է 2024 թվականի դիմումների ընդհանուր թվից։ Միաժամանակ, բացի համակարգային լուծումներից, անհատական 1688 գործով պաշտպանի միջամտությամբ խնդիրը ստացել է դրական լուծում։ 2025 թվականին իրականացվել է 333 այց, ինչը 71-ով ավելի է 2024 թվականի համեմատությամբ։ 2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ կատարման փուլում են գտնվում համակարգային բնույթ ունեցող մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների 72%-ը, ինչը վկայում է հաստատության գործունեության բարձր արդյունավետության մասին։ Մեր աշխատանքները պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի պետական մարմինները շատ ավելի բարձրացնեն այս ցուցանիշը, չնայած այն հանգամանքին, որ նորից եմ շեշտադրում, սա բավականին մեծ տարբերություն է նախկինում մարդու իրավունքների պաշտպանի համակարգային բնույթ ունեցող առաջարկները կատարելու տարբեր ցուցանիշներից։ Անահիտ Մանասյանի գործունեության առաջնահերթություններից դարձան զինծառայողների և նրանց ընտանիքների, կանանց և երեխաների, ազգային փոքրամասնությունների, փակ հաստատություններում գտնվող, հաշմանդամություն ունեցող անձանց, գործարարության և մի շարք այլ ոլորտներում իրավունքների պաշտպանության հարցերը։ Առաջին իսկ օրվանից որդեգրեց քաղաքականություն։ Իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից, կրոնական կամ այլ համոզմունքներից և ցանկացած այլ հանգամանքից։ Մարզային այցերը դարձան նրա գործունեության անբաժանելի մասը։ Հանդիպումներ ինչպես սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, այնպես էլ կանանց, երիտասարդների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Անահիտ Մանասյանը կարևորում է իրավունքների վերաբերյալ իրազեկումն ու մարզային այցերն անձամբ իրականացնելը, առաջնահերթ համարելով ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Մենք պետք է կարողանանք երաշխավորել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության գործառույթն իրականացվի համաչափության սկզբունքը նկատի ունենալով, ոչ միայն մայրաքաղաքում կամ երևանամերձ տարբեր բնակավայրերում, այլ նաև տարբեր մարզային բնակավայրերում։ Հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս տեսանկյունից մարզերում շատ դեպքերում նաև որոշ գյուղական բնակավայրերում շատ ավելի փոքր է հասանելիությունը մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերին, նաև իրազեկվածության պակաս որոշ դեպքերում կա, այդ է պատճառը, որ ես ինքս չափազանց հաճախ եմ այցելում մարզային տարբեր բնակավայրեր։ Ուզում եմ նաև հատուկ ընդգծել, որ մարզային բնակավայրեր մեր այցերը հասցեավորում են նաև տարբեր խմբերի պաշտպանության որոշակի հարցեր։ Օրինակ, ազգային փոքրամասնությունների չափազանց հաճախ ենք այցելում եզդիական, ասորական և այլ համայնքների ներկայացուցիչներին, կանանց հետ ենք անընդհատ հանդիպումներ ունենում, երիտասարդների հետ եմ ես անընդհատ շփումներ ունենում իմ մարզային այցերի շրջանակներում,
Այս առումով շատ կարևոր են նաև հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ծնողների հետ հանդիպումները, նրանց ներգրավումը տարատեսակ գործառույթներին ու նաև քաղաքասարակության գործընկերների հետ անընդհատ հանդիպումները։ Պետք է նաև հատուկ արձանագրեմ, որ մարզային այցերն իմ ամենասիրելի եւ հոգեհարազատ այցերից են, նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրապես մեր գյուղական բնակավայրերում մարդիկ առանձնանում են իրենց մաքրությամբ, պարզությամբ ու շնորհակալ լինելու, կյանքի ամեն շնորհի համար շնորհակալ լինելու շատ կարևոր զգացողությամբ եւ այս տեսանկյունից մենք, թե ես, թե աշխատակազմի ներկայացուցիչները շատ մեծ էներգիա ենք ստանում իրենց կյանքում որևէ դրական փոփոխություն իրականացնելու հնարավորություն ունենալու եւ այսպիսի կարևոր միջավայրի հնարավորություն ստանալու համար։ Բռնի տեղանված անձանց հետ հանդիպումները եւս դարձան պարբերական։ 2023 թվականին առաջին իսկ օրվանից անձամբ էր Սյունիքում, տեղում իրականացնելով փաստահավաք աշխատանքներ, հավաքագրելով մանրամասն տեղեկություններ։ Մինչ օրս բռնի տեղանված անձանց իրավունքների հետ կապված հարցերն Անահիտ Մանասյանի համար առաջնահերթություն են։ Սա ոչ միայն ինձ համար, նաև իմ աշխատակազմի համար երևի թե ամենաէմոցիոնալ ժամանակահատվածն էր եւ նաև ամենաէմոցիոնալ գործունեության ամբողջ ուղղությունն էր, որովհետեւ մենք հենց առաջին օրվանից Սյունիքում էինք, գրանցման կենտրոններում փաստահավաք աշխատանք էինք իրականացնում եւ ուզում եմ անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ այդ փաստահավաք աշխատանքի արդյունքները հետագայում տեղ գտան եւ դրանց հղում կատարեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, որը չափազանց մեծ ձեռքբերում է։ Բռնի տեղահանված անձանց իրավունքների հետ կապված հարցերով մենք զբաղվում ենք ամենօրյա ռեժիմով, տարատեսակ հարցեր ենք հասցեավորում։ Ամեն հարմար առիթ պաշտպանն օգտագործում են նրանց մասնակցության միջոցառումներ, բարձրաստիճան հանդիպումներ կազմակերպելու համար։ Փորձում ենք նաև անձանց ներգրավել իրենց վերաբերելի տարատեսակ հարցերի քննարկումներին, բոլորովին վերջերս շատ կարևոր քննարկում ենք ունեցել աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարի մասնակցությամբ եւ մի շարք այլ հարցադրումներ, որոնք պարբերաբար հասցեավորվում են։ Ուզում եմ այս առումով հատուկ ընդգծել, որ իմ հիմնական հաղորդակցությունը մշտապես այն է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքները հասցեավորելիս եւ նրանց հետ հաղորդակցություն իրականացնելիս մենք պետք է միանշանակ չափազանց զգայուն լինենք եւ պետք է թե մենք եւ թե բռնի տեղահանված անձինք ամեն ինչ անեն փոխադարձության եւ համագործակցության ու պատշաճ հաղորդակցության սկզբունքը նկատի ունենալով նրանց մեր հասարակական միջավայր պատշաճ ինտեգրելու համար։ Գտնվելու վայրն անհայտ անձանց եւ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ հանդիպումները եւս շարունակական բնույթ են կրում։ Քննարկվում են նրանց իրավունքների պաշտպանության առնչվող ընթացիկ խնդիրները, պաշտպանի մանդատի շրջանակում արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաեւ շարունակական աջակցության ապահովման եւ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերը։ Խնդիրները պաշտպանը մշտապես է բարձրաձայնում թե միջազգային այցերի ժամանակ բարձր ամբիոններից, թե ներպետական իրավասու մարմինների եւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում։ Գտնվելու վայրն անհայտ անձանց եւ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ու նրանց հարազատների ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մեր գործունեության ամենակարևոր եւ ամենօրյա առաջնահերթություններից է։ Այս առումով մենք անընդհատ քայլեր ենք ձեռնարկում եւ հիմնական հաղորդակցությունը, որ ես այս պահին էլ պետք է փոխանցեմ, այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերի պարզման, նրանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ։ Պաշտպանի կողմից մշտապես են այցեր իրականացվում զորամասեր, Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան, զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումներ, քրեակատարողական հիմնարկներ, հոգեկան առողջության կենտրոններ, ոստիկանության բաժիններ եւ այլն։ Նպատակը մեկն է՝ անձամբ տեսնել խնդիրները եւ հասցեավորել դրանք։
Մեր այցերը տարբեր զորամասեր, զինվորական հոսպիտալներ, հոգեկան առողջության կենտրոններ, քրեակատարողական հաստատություններ, խնամքի հաստատություններ եւ մի շարք այլ բնակավարում գործող հաստատություններ կրում են ամենօրյա բնույթ եւ ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ այցերի մեծ մասը անձամբ եմ իրականացնում։ Այս տեսանկյունից եւս բավականին մեծ փոփոխություն է եղել մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության համատեքստում, որովհետեւ այցերի մեծ մասին ընդգրկվում է հենց անձամբ մարդու իրավունքների պաշտպանը։ Սա չափազանց կարևոր եմ համարում, մասնավորապես խնդիրները տեղում տեսնելու եւ դրանք արագ հասցեավորելու դիտանկյունից եւ այս առումով վստահեցնում եմ, որ մեր բոլոր այցերը կրելու են մշտական ու շարունակական բնույթ։ Անահիտ Մանասյանն իր առաջնահերթություններից է համարում երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Կարևորում է յուրաքանչյուր երեխայի ձայնը լսելի դարձնելը, երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացներում։ Այդ է պատճառը, որ պաշտպանի նախաձեռնությամբ երեխաները հաճախ են հանդիպումներ ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև բարձրաձայնում իրենց իրավունքներին առնչվող հարցերը ամենաբարձր ամբիոններից։ Օրինակ, Միավորված ազգերի կազմակերպություն, Եվրոպայի խորհուրդ, միջազգային եւ տարածաշրջանային այլ կազմակերպություններ։ Երիտասարդների ներգրավման առումով իրենց վերաբերելի որոշումների կայացման գործընթացներին մենք այս 3 տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց ենք ունեցել եւ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործող երեխաների եւ երիտասարդների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհրդի անդամները եւ մի շարք այլ երեխաներ ու երիտասարդներ մի շարք բարձրաստիճան հարթակներում, ընդ որում միջազգային հարթակներում, Ժնևում, Ստրասբուրգում եւ մի շարք այլ կարևոր քաղաքներում եւ միջոցառումների շրջանակներում իրենք են խոսել Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերի մասին։ Մենք վաղվա քաղաքացիները չենք, վաղվա առաջնորդները չենք, մենք այս պահի, այսօրվա հաջորդ րոպեի եւ հաջորդ տարիների քաղաքացիներն ու առաջնորդներն ենք եւ մենք արդեն պատրաստ ենք վերցնել պատասխանատվություն մեզ վրա եւ իրականացնել բարելավումներ, քանի որ սա մեր մոլորակն է, սա մեր աշխարհն է, սա մեր երկիրն է։ Միևնույն ժամանակ Անահիտ Մանասյանը կարևորում է աշխատակազմում ջերմ ընտանեկան մթնոլորտը, խիստ կարևորելով յուրաքանչյուրի պրոֆեսիոնալ աշխատանքը։ Երբ թիմում կա հարգանք եւ աջակցություն, աշխատանքը դառնում է ոչ միայն պարտականություն, այլ նաեւ արժեք ստեղծելու հնարավորություն, դա իր հերթին նպաստում է հաստատության ընդհանուր արդյունքների բարելավմանը։ Դրական մթնոլորտը յուրաքանչյուր աշխատակցի նաև հնարավորություն է տալիս բացահայտելու իր ներուժը։ Պաշտպանի աշխատակազմում ձևավորվել է վստահելի եւ համերաշխ մթնոլորտ։ Աշխատակազմում յուրաքանչյուրի առաջնահերթությունն է աջակցել միմյանց, լինել ավելի հոգատար եւ պատասխանատու իրենց աշխատանքի նկատմամբ։ Մեծ պատիվ է աշխատել այնպիսի ղեկավարի հետ, ով իր գիտելիքներով եւ փորձով նպաստում է մեր մասնագիտական աճին։ Պաշտպանը առանձնանում է իր բարձր մասնագիտական որակներով, սկզբունքայնությամբ եւ հստակ կառավարման մեթոդով։ ՄԻՊ հաստատության ներկայացուցիչների կարողությունների զարգացումը պետք է լինի մեր շատ կարևոր առաջնահերթություններից մեկը, որը ես անընդհատ ռեժիմով եմ իրականացնում, սկսած ինձանից, ավարտած մեր հաստատության բոլոր ներկայացուցիչներով եւ մնացյալ այլ ոլորտներում էլ մեր գործունեության զարգացումը, որը կրելու է մշտական բնույթ։ 2024 թվականին Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության եւ անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ։ Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին եւ ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի եւ դրսեւորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու եւ լուծելու կարողություն։ Օրինակ, եթե 2019 թվականին եւ դրանից հետո Միավորված ազգերի կազմակերպությունը անընդհատ ռեկոմենդացիաներ էր ուղղում Հայաստանին եւ ՄԻՊ հաստատությանը այն մասին, որ օրինակ կանանց իրավունքների գենդերային հավասարության ոլորտում անհրաժեշտ է կատարելագործել եւ բարելավել ՄԻՊ հաստատության աշխատանքները, ապա 2024 թվականի վերահավատարմագրման գործընթացի շրջանակներում եւ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի աշխատանքային խմբի դիտարկումների շրջանակներում
օրում հատուկ արձանագրվեց մարդու իրավունքների պաշտպանի եւ պաշտպանի հաստատության կարևոր գործունեությունը, առանցքային գործունեությունը, ակտիվ եւ հրապարակային գործունեությունը հենց այս բնագավառներում։ Կամ օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով, եթե նախկինում տարատեսակ հարցեր էին արձանագրվում հենց այս ոլորտում իրականացվող մշտադիտարկումների, իրավունքների պաշտպանության տարբեր գործընթացների առնչությամբ, ապա այժմ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով մենք բոլորովին փոխել ենք կառույցի գործունեության մեթոդաբանությունը։ Օրինակ, հաշմանդամություն ունեցող անձինք հենց իրենք են ներգրավում մեր իրականացրած մշտադիտարկման աշխատանքների շրջանակներում։ Պաշտոնավարման ընթացքում Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի եւ Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի կառավարման խորհուրդների անդամ։